Ես իմ խորին շնորհակալություն ու երախտապետություն եմ ուզում հայտնել պարոն նախագահին, հանրապետության, ով յուրանկարեց այս գեղեցիկ ցուցահանդեսը իր նստավայրում եւ նման գեղեցիկ ցուցադրում կազմակերպեց։ Պարոն նախագահ, թույլ տվեք խոսքը փոխանցել։ Ես շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, փոքր բայց շատ գեղեցիկ ցուցահանդեսը, շատ էական եւ շատ կարեւոր, որտեղ լուսանկարչությունը մեր ոչ միայն այսօրվա կենցաղի անբաժան մասն է դարձել, մեզնից յուրաքանչյուրը արդեն լուսանկարիչ է, սակայն մոռանում ենք, որ իրականում լուսանկարչությունը նախ եւ առաջ մեծ արվեստ է, լուսանկարչությունը նախ եւ առաջ հսկա արվեստ է։ Նույն ապարատով, նույնիսկ ճապոնական, եթե մեզնից յուրաքանչյուրը նույն ապարատը ունենա եւ մեր մեջ ասենք հայտնի լուսանկարիչներ, արդյունքը լինելու է տարբեր, մեկը արվեստ է ստեղծելու, մեկը ուղղակի լուսանկար։ Լուսանկարը իհարկե նաև պատմություն է, որտեղ այսօրվա ցուցահանդեսը հենց դա է ապացուցում, որ լուսանկարը հսկայական տեղեկատվություն է իր մեջ պարունակում, այսինքն լուսանկարը ոչ միայն պատմական փաստ է, կերպար է, այլ նաև հսկայական տեղեկություն է մեզ փոխանցում ժամանակի մասին, մարդկանց մասին։ Եվ խոր նաև հոգեբանական արվեստ է, որտեղ շատ հաճախ նույն պատկերի մեջ լուսանկարի մեջ տեսնում եք մարդու հոգեբանական վերլուծությունը։ Մենք կարող ենք հպարտ լինել, որտեղ իսկապես հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել եւ ունի, եւ մեծ ներդրում է ունեցել, ես չեմ ամաչում այդ բառերից, այս դեպքում ասել համաշխարհային լուսանկարչության ոլորտում։ Եվ երբ որ նայում եմ երիտասարդ մեր լուսանկարիչներին, անց նույնն եմ ուզում մաղթել, որպեսզի վարպետներին արժանլի լինեք եւ շարունակեք այդ գործը։ Եվ իհարկե, այս ցուցահանդեսը մի նպատակ էլ ունի, եթե ամիսներ առաջի անգամ երբ որ Գյումրի գնացի եւ դիմեցի, ասեցի պետք է ճանաչենք մեր հայրենիքը, ցանկ ուղղակի խոսքեր չէին, որպեսզի իսկապես Երևանից դուրս գանք եւ Երևանում չափրողներնս լինի, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Փարիզում ճանաչենք մեր հայրենիքը, որ մեր հայրենիքը շատ ավելի մեծ է, շատ ավելի մեծ է, քան թե մեր քաղաքը։ Այս ցուցահանդեսը նաեւ օրինակներից մեկն է, որ եկեք ճանաչենք մեզ։ Ոչ միայն հայրենիքը, ոչ միայն Գյումրին, ոչ միայն Արցախը, ոչ միայն Վանաձորը, Սյունիքը, այլ նաև մեզ, եւ սկսենք մեր մեծերից եւ մեր հաջորդ ցուցահանդեսը ձեր հետ միասին հուսամ կլինի մեր երիտասարդ լուսանկարիչներ, այսինքն պետք է շարունակելիություն լինի մեծերից մինչեւ ապագա մեծերը։ Այնպես որ ցուցահանդեսը ճանաչենք մեզ։ Եվ իհարկե հայ լուսանկարչության մասին երկար խոսքեր պետք չեն, ցուցադրված է հայ մեծ լուսանկարչությունը, ուղղակի պատմական փաստ է, որ մենք մանավանդ միջին արևելքում շատ մեծ դեր ենք ունեցել լուսանկարչության զարգացման մեջ։ Դեռևս 1865 թվականին Եսայի arczepiskopos Կարապետյանը, որ հայոց պատրիարքն էր Երուսաղեմի, լուսանկարչական դպրոց է հիմնադրել 1865-ին, եւ այդ դպրոցից մեծ անուններ են դուրս եկել։ Եվ այդ մեծ անունների մեջ կան Աբդալլա եղբայրները, որոնք հայ են իրենց ծագումով, Օսմանյան կայսրությունից, Անտուան Սերյուգինը, որ Պարսկաստանում շատ հայտնի լուսանկարիչ էր, Բոյաջյանը, Յուսուֆ Քարշը, Արտո Գավուկը եւ այլն։ Այսինքն ես ուզում ասեմ, սկսել ենք դպրոցից եւ այդ դպրոցը հետագա իր աշակերտներն է բերել։ Բոլորի մասին չեմ կարող խոսել, մի քանի մասին կուզենամ անդրադառնալ եւ առաջին հերթին հավանաբար Իդաքարի մասին, որտեղ անձամբ ճանաչել եմ իրեն եւ հանդիպել եմ Իդաքարին, երբ որ փոքր երեխա է հայրիկիս հետ։ Իդաքարը նկարները կտեսնեք, Բրիտանիայի ամենահայտնի լուսանկարիչն է եւ միջազգային։ Եվ պատմությունն է գեղեցիկ, որտեղ յուրաքանչյուր լուսանկարիչ եւ իր նկարների հետևում կա մի մարդկային կյանք եւ ոչ միայն մեկը, այլ մի քանիսը։ Եթե վերցնենք Իդաքարը, խոսքը գնում է Քարամյան ընտանիքի մասին, Մելքոն եւ Անահիտ Քարամյանները, որոնք ծնվել էին շատ մեծահարուստ Եգիպտահայ եւ Պարսկահայ ընտանիքում, շատ հարուստ։ Եվ Մելքոնին, երիտասարդ Մելքոնին հայրը ուղարկում է եվրոպական լավ դպրոցներից հետո ուղարկում է Լազարյան Չեմարան, Մոսկվա։ Լազարյան Չեմարանում ինքը մեծ քանակությամբ հայ ընկերներ է ձեռք բերում եւ նրանց շարքում իր ամենամոտիկ ընկերներից մեկը մեր մեծ Վահան Տերյանն է եղել։ Աղջիկը Իդա Քարամյանը, որը դարավ Իդաքար, ֆրանսիական Բոմոնտի ամենահայտնի մասնակիցներից մեկն է, որը ընկեր էր եւ սկսած Պիկասոից մինչեւ Մատիս բոլորի հետ։ Եվ հետո տեղափոխվում է Լոնդոն
եւ St. Ives-ի այդ հայտնի արվեստագետներից սկսած Հենրի Մուրից բոլորին նկարել եւ ֆանտաստիկ լուսանկարներ եթե նայեք եւ իհարկե շատ հայ լինելով շատ եռանդուներ 60-ականների առաջի տարիներին այցելում է Կուբա եւ հայտնի լուսանկարները Չե Գևարա եւ Ֆիդելի իդակարն է արել որոնց ձեզ ծանոթ են եւ հետո այդ ցուցահանդեսը 60-ականների սկզբին բերում է Մոսկվա ժողովրդների բարեկամության այդ տանը Մոսկվայում որ հայտնի տուն է ցուցահանդեսը կազմակերպել որին այցելում են Պոլիտբյուրոյի բոլոր անդամները եւ հետո այդ ցուցահանդեսը բերեցին Երևան 60-ականների սկզբին ես կարող եմ երկար խոսել սրա մասին սա ընդամենը մեկ օրինակ է եւ մնացած նրանցից յուրաքանչյուրի լուսանկարների հետևում մեկ մարդու կամ մեկ հայ ընտանիքի մեծ պատմություն կա եւ վստահ եմ որ այսօր շատ հեշտությամբ կարող եք այդ պատմությունները եւ գտնել եւ նայել Հատուկ շնորհակալություն Վահան Քոչարին, Անդրանիկ Քոչարինի որդին է Վահան Քոչարը եւ իհարկե բոլոր երևանցիները եւ ոչ երևանցի բոլոր հայաստանցիները ովքեր գոնե իմ տարիքին են կամ ավելի երիտասարդ կհիշեն երբ որ iPhone-ը չկար լուսանկարը ինչպես էինք ստեղծում պետք է գնայինք լուսանկարիչի մոտ եւ յուրաքանչյուր մայր անպայման իր երեխաներին մանավանդ դպրոցի առաջի տարին պետք է տաներ եւ Երևանում կային անուններ որոնք լեգենդար անուններ էին լուսանկարչության, եթե ես ուղղակի ազգանուններ մի քանիսի անդամեն ասեմ Խանդիկյան, Միսակյան, Խանոյան, Եկարյան, Շանթ, Քոչար եւ այլն։ Այսինքն մենք բոլորս անցել ենք այդ ճանապարհով եւ լուսանկարիչները իրենց արհեստն էր նախ եւ առաջ, որտեղ մեզնից յուրաքանչյուրը ուզում էր իր դպրոցական շրջանավարտության օր ունենալ վարպետների լուսանկարը կամ ուղղակի մայրը ուզում էր իր երեխայի ծնված փոքրիկ բալիկին լուսանկարը ունենալ, բայց նրանցից յուրաքանչյուրը նաև մեծ արտիստ էր։ Եվ նրանց այդպես էլ հիշում ենք։ Ես կարծում եմ այս փոքրիկ ցուցահանդեսը խոր շնորհակալություն է մեր մեծ հայ համաշխարհային լուսանկարչական արվեստին։ Կրկին անգամ շնորհակալություն եւ մաղթում եմ բոլորիդ լավ երեկո։ Ստեսություն։